Գյուրջան Կասկադ 60 ամիս փուլային վճարում բազմաթիվ առավելություններ։ Եվս ազատության հրապարակում եք, խնդրում եմ մի փոքր մանրամասնել, թե ինչու եք այստեղ մասնակցում այս հանրահավաք։ Այս իշխանությունները Բոլորին է հայտնի, որ այս հավաքը բոլոր քաղաքաբանտարկյալների ազատության համար է։ Մենք ճանաչում ենք քաղաքաբանտարկյալ Սամվել Կարապետյանին, Միքայել Սրբազանին, Նիկոլ Փաշինյանը, նաև այս օրերուն այլ process-ներ են տեղի ունենում։ Բագրատ Սրբազանի քրեական գործը, որ էլի կարելի է ընդհանրել, ասում է նրանց։ կոնկրետ քաղաքական հետապնդում կա։ Այսինքն այս հավաքը ես կարծում եմ ուղերձ է եւ կարեւոր սիգնալ է ուղղված իշխանություններին, որ այսպես քաղաքաբանտարկյալներով Հայաստանը ոչ մի լավ տեղ չի կարող հասնել։ Ժողովրդի շարքերում շարունակել այս ահաբեկչությունը, այսպես կոչված վհուկների որսը, սա ոչ մի լավ բանի չի տալու։ Ամեն օր խոսալ ժողովրդավարությունից, բայց մարդկանց գետնով տալ, հետո տեսնել, որ կամերան լավ չի նկարել կամ չի նկարել, մի հատ էլ ուրիշ տեղ գետնով տալ, որ կամերան նկարի, հետո նոր տանել ձերբակալված անձանց պայելու վար, խայտարակություն է։ Սա այն է, ինչ որ այսօր Հայաստանում տեղի է ունենում, եւ ես ասել եմ, դատարանները, քննչական մարմինները, դատախազությունը, բոլոր իրավապահ մարմինները գտնում են մեկ մարդու վերահսկողության ներքո եւ մեկ մարդ է պատասխանատուն այս ամենի, Նիկոլ Փաշինյանը։ Մենք այսօր այստեղ ենք մեր բողոքի ձայնը հնչեցնելու, մեր ներկայությամբ մասնակից է լինելու այս process-ին։ Ձեր կարծիքով Սրբազաններին կալանավորելը ինչ-որ մեսիջ էր, որ հաջորդը կաթողիկոսն է լինելու։ Իրենք ես չեմ ցանկանում ենթադրություններ անել, դեռ այն գիշեր, որ Միքայել Սրբազանը տարվեց, դեռ այդ գիշեր եմ ես ասել, որ հաջորդը լինելու է կաթողիկոսը եւ անցել է 3 ամիս, 4 ամիս չի անցել եւ դա տեղի է ունենում։ Անպայման այդ process-ները ընթանալու են, այսինքն իշխանությունը չի գնալու կոմպրոմիսների ես իմաստով։ Հետաբար իշխանությանն ընդառաջ կոմպրոմիսներ պետք չի որոնել, մտածել, հա, որ կարող է մի քիչ էմոցիոնալ են գտնվել, մի քիչ կհանդարտվեն կանցնի, չի նման բան։ Սա շարունակվելու է մինչև վերջ։ Հետաբար պետք է ժողովուրդը կանգնի եւ թույլ չտա, որ այս ամեն ինչը տեղի ունենա։ Հենց օրինակ այս ձևով, ավելի շատ, ավելի մարդահավաք հավաքով, ընտրություններով իշխանությունը փոխելով, ամեն ինչ ժողովրդի ձեռքում է, վերջին հաշվով իշխանության միակ լեգիտիմ աղբյուրը դա ժողովուրդն է։ Իրենք ամեն օր ժողովրդի անունից խոսում են, բայց ժողովրդից կտրվել են եւ այլևս մեր ժողովրդի հետ կապ չունեն։ Հայկական պետությունը վերափոխում են եւ այս պետությունը դարձնում են չհայկական, չպետություն։ Մի երկրում, մի պետությունում Հայաստանի Հանրապետության մասնավորապես կգնում, որ Արարատ լեռան հետևից ընկնեն, մի պետությունում, որ մինչև այդ հպարտենք, որ առաջին քրիստոնյա ազգն ենք, հիմա քրիստոնեությունը հետապնդվում է Հայաստանում։ Կամ եկեղեցու համար կարծիք ասած մարդը կալանավորված է, Սամվել Կարապետյանը, տեսնում ապօրինի շինծու քրեական գործով։ Մի բան չի որ ասեմ, ամեն օր խոսում ենք այս ամեն ինչի մասին։ Պարոն Մարուքյան, դուք ձեր խոսքում նշեցիք, որ այսպիսի հավաքներով է հնարավոր ինչ-որ բանի հասնել։ Եթե հիշում եք, Փաշինյանը հայտարարել էր, որ ինչպես եկել է, այնպես էլ կգնա, այսինքն փողոցով եւ Փաշինյանի հերացման պահանջով բազմիցս եղել են նման հանրահավաքներ։ Ինչու նա չի գնում այդ դեպքում։ Գիտեք, ես ասացի նաեւ հավաքներով, բայց ամփոփելով ասում եմ էլի, որ ամենալավ ճանապարհը, լեգիտիմ ճանապարհը ընտրությունների միջոցով իշխանությունը փոխելն է։ Հայաստանի Հանրապետությունում դեռևս ընտրություններով իշխանություն չի փոխվել։ Դեռևս չի եղել նման բան։ Անկամ Փաշինյանը ընտրություններով չի եկել։ Հետաբար ես հույս ունեմ, որ մեր երկիրը իրապես կդառնա ժողովրդավարական եւ ընտրությունների միջոցով Փաշինյանը պարտվելով կգնա տուն կամ կդառնա անդիմադիր խմբակցության պատգամավոր։ Դա է ճանապարհը, դա է տարբերակը։ Տնիշ միջոցով ու ընտրություններին բան չի մնացել, ես ձեզ ասեմ։ Հետո եթե իշխանությունը տեսնի, որ այս շարժումը թափ է հավաքում, մարդիկ ոտքի են կանգնել եւ մոտ է իր ընտրություններով հեռանալ, նա մինչեւ ընտրությունները կհեռանա։ Ցանկություն ունեք առաջադրվելու։ Ես մեր կուսակցության առաջին համարն եմ, առաջադրված եմ, բայց ընտրությունների մասնակցության ֆորմատից խոսել հիմա կարծում եմ վաղ է։ Մենք կոնսոլիդացիաների կողմնակից ենք, process-ները կգնա կտեսնենք։ Պատրաստ ենք մասնակցելու, ոչ մի խնդիր չունենք, ամենափորձառուն ենք այդ իմաստով, բայց ես կարծում եմ, որ բոլոր ուժերի
միատեղումը, համախմբումը ավելի լայն, ավելի կոնսոլիդացված պայքարելը, ավելի կուժեղացնի այդ շարժումները եւ իշխանությանը շատ դժվար կլինի թիրախավորել խոշոր կազմակերպված ընդդիմադիր ուժերին։ Իշխանությունից հեռացնել այս խմբակի։ Ասում ես գան։ Շատերը կասեն, Նարեկ ջան, ինչպես ենք մենք իշխանությունից հեռացնելու նրան, եթե նա ունի պետական ռեսուրսներ, նա ճնշումներ է գործադրելու, նա